Լուսեր առավոտից։ Բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր, այսօր մայիսի 28-ն է, ինչի արդիվ նախ շնորհավորում ենք բոլորիդ ու առաջարկում առաջիկա 1.5 ժամն անցկացնել մեր տոնական եթերում։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, ողջունում ենք բոլորիդ եւ այս տոնական օրով ձեզ համար եթերում աշխատելու ենք մենք, իմ շատ սիրելի գործընկեր Սևակ Հակոբյանը Եվ իհարկե իմ շատ սիրելի գործընկեր Լուսինե Մուրադյանը։ Ձեզ մաղթում ենք տոնական բարձր լավ տրամադրություն հարգելի ռադիո լսողներ, թեպետ այսօր 5-շաբթի է օրը, բայց տոնական է եւ ոչ աշխատանքային, հետեւաբար շատերը կարող են պլանավորել իրենց օրը եւ ես վստահ եմ, որ շատերը հիմա շտապում են Հանրապետության հրապարակ, որպեսզի տեսնեն զորահանդեսը շքեղ, մենք դրան անպայման կանդրադառնանք եւ իհարկե ձեր ուշադրությանը կներկայացնենք օրվա հետ կապված կարևոր տեղեկությունները, որովհետեւ ճանապարհային փոփոխություններ են տեղի ունեցել, կան շատ փողոցներ, որոնք փակ են, որպեսզի դուք դրանք շրջանցեք, չնյարդայնանաք, հակառակ ունենաք լավ տրամադրություն, որովհետեւ օրն է այդպեսին, չէ՞, ի վերջո։ Այո, այսօր առաջին հանրապետության տոնն է, դեռ տոնի մասին մանրամասն խոսելու ենք եւ այո, օրվա գլխավոր թեման վստահաբար լինելու է զորահանդեսը, ոչ միայն օրվա, ինձ թվում է դեռ մի քանի օր կքննարկվի, իհարկե դեռ չենք տեսել ինչ ծավալների է լինելու, միայն փորձերից կան կապեր, այո, բայց կես ժամից կմեկնարկի եւ ովքեր որ չեն էլ հասցնի իջնել հանրապետության հրապարակ, վստահ եմ երկնքում կտեսնեն ուղղաթիռներ, հետաքրքիր շոու, որը փորձերի ժամանակ մասամբ տեսել ենք, այնպես որ ոմանք հասցրել են նկարել։ Այո, ոմանք հասցրել են լուսանկարել, ինչքան էլ կոչեր արվում դեռ չնկարել։ Ամեն դեպքում օրվա այո թեման մեր զորահանդեսն է, որին իհարկե անդրադառնալու Չէ՞ ենք։ որ մեր անունը Հայաստան է ի վերջո։ Եվ այսպես։ Սկսենք եթերը, բարի լույս բոլորին, մնացեք մեզ հետ։ Իմ անունը Հայաստան
Սուրճ ու սեր առավոտից։ Այո, սուրճ ու սեր առավոտից ձեզ ողջունում ենք եւս մեկ անգամ եւ իհարկե մաղթում այսօր առանձնահատուկ տոնական տրամադրություն, չէ՞։ Այո, այսօր օրը աշխատանքային չէ, իհարկե դա մեզ չի վերաբերում, մենք ուրախ ենք օրը սկսել ձեզ հետ հանրայինի ուղիղ եթերում, վստահ ենք շատերը այսօր նախընտրում են տանը մնալ, վայելել, սուրճ խմել, օրինակ առավել խաղաղ պայմաններում, այո։ Առավել խաղաղ պայմանները շատ լավն էին։ Այո, որովհետեւ երբ աշխատանքի ես շտապում, ավելի շտապողաբար ես անում։ Միացեք մեզ, մեր սրճախմությանը հարգելի ռադիոլսողներ եւ մեզ ոչ միայն լսեք, այլև դիտեք։ Այո, եւ գործեք։ Մուտք գործեք ռադիո.am կայք, սեղմեք դիտել եթերը կոճակը, միացեք մեր եթերին, նաեւ կարող եք մեկնաբանություններ գրել, նույնը դե նաեւ Հայաստանի հանրային ռադիո Facebook-յան էջում։ Այո, արդեն Facebook-յան էջում մեզ ջերմ ողջույններ կան, Էդիկ Բաբուջյանը, Նանո Մարտոյանը մեզ ողջունում են եւ իհարկե այսպես գիֆեր են ուղարկել շնորհավորական։ Այո, Հայաստանի դրոշների տեսքով էմոջիներ ենք ստացել։ Մենք զոր ենք ուզել։ Այո։ Եվ քանի որ այսօր նաեւ տոնական է, շատ շատերն էլ քո ասացի հակառակ կորոշեն, որ տանը չեն մնալու, գնալու են, առիթից օգտվելու են, մի լավ պտտվելու են քաղաքում, իրենց համար այդ տոնական շունչն են զգալ, բայց դրա համար պետք է իմանալ եղանակ, փակ փողոցներ։ Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր, արդյոք անձրև լինելու է, թե ոչ ուսանք ոչ։ Ես կողմնակից եմ, որ անձրև չլինի, բայց որ արևը դա հիանալի է։ Ես իմիջայլոց քայլելով եմ եկել աշխատանքի եւ վայելել եմ առավոտյան հրաշալի եղանակը, օպերայից մինչեւ ռադիոտուն ոդկով եմ եկել։ Մանավանդ երբ հիմնականում փողոցները փակ են, այո, վայելել եմ, երբ քո վրա եմ։ Շատ Բայց դες տարօրինակ էր, բավականին էլ շատ մարդ կար առավոտ ժամը 8-ին Երևանի փողոցներում։ Ես զարմացած եմ։ Միգուցե գնում են զորահանդեսը դիտելու։ Չէ, այդպես իրենց համար գնում էի, բայց ժամը 8-ին ֆիքս իրելի ժամ եմ ասում։ Դե լավ եղանակ է։ Դու հասկացար ես ժամը ավելի հեշտ է արթնանալ։ Դե ինչ անցնենք օրվա եղանակային կանխատեսումներին հանրապետության տարածքում այսօր շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ տեղտեղ, այո, հնարավոր է նաեւ կարկուտ քամին հարավարևմտյանը 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը այսօր կբարձրանա 3-ից 5 նիշով։ Մայրաքաղաքում այսօր երեկոյան սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ, իսկ առաջիկա մյուս օրերին տեղումներ չեն կանխատեսվում։ Ինչ վերաբերում է օդի ջերմաստիճանին, ապա բավական բարձր է լինելու 26-ից 28 աստիճան տաքություն է ցերեկը, երեկոյան մինչև 20 աստիճան, իսկ գիշերը 12-ից 14 բա, համարյա մոտենում ենք 30 աստիճանին, եւ այս պահին էլ հեռախոսային հավելվածը հուշում է, որ 20 աստիճան տաքություն է Երևանում եւ արևոտ եղանակ է։ Ես ոնց հասկանում եմ, մայիսը հասկացել է, որ ինքը մայիսի դեր պիտի կատարի։ Մայիսի վերջը։ Այո, մայիսի վերջ գոն է, բայց զգացել ես, որ եղանակները մեկ ամիս կարծես հետաձգված լինեն, արդեն որ երրորդ տարին է, ինչևէ կարող էր այսօր էլ այդ կարճատև անձրևը չգալ, բայց դա թող խոչընդոտ չհանդիսանա, որ դուք սիրով վայելեք այս տոնական օրը զբոսնելով փողոցներով։ Իդեպ շատ նաև մեր ռադիոլսողներ, հայրենակիցներ շատ հնարավոր է, որ այսօր որոշել են մարզերից գալ Երևան եւ մայրաքաղաքում տոնական օրն անցկացնել։ Ուզում ենք ձեզ տեղեկացնել, որ միայն փակ են Արագածոտնի մարզում Ամբերտ Բարձրլեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհները դեռ շարունակում են փակ մնալ։ Հուսանք այս մի քանի օրերից արդեն դա էլ չի լինի։ Ինչ վերաբերում է Ստեփանցմինդա-Լարս ավտոճանապարհին, ապա հարգելի ռադիոլսողներ, ուզում ենք տեղեկացնել, որ այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Իսկ հիմա վերադառնանք մայրաքաղաքի ճանապարհներ, երթևեկություն եւ տեսնենք, թե ինչ է կատարվում իրականում մեր մայրաքաղաքում։ Տեղեկացնենք, որ խցանումների նիշը 3 բալ է, բայց կարծում եմ այդ 3 բալը պայմանավորված է զուտ նրանով, որ կան փակ փողոցներ։ Մենք մանրամասն նաև կներկայացնենք այդ փակ փողոցները, իսկ միջ փակ փողոցները ներկայացնել մի քանի փողոցի անդրադառնանք, որոնք փակ չեն, բայց խցանման մեջ են։ Արամի փողոցն է, մուկ բոսոր կարմիրով, որովհետև շատերը փորձում են շրջանցել Հանրապետության հրապարակի հարող փողոցները, հետևաբար գերծանրաբեռնված է ստացվել Արամին։ Գնանք առաջ, շարունակենք եւ տեսնենք, թե էլ ինչ է կատարվում այստեղ։ Եվս մեկ գերծանրաբեռնված փողոց կա, բայց ուզում եմ հասկանալ սա որ փողոցն է, այ որ սևակ ինձ մի քիչ օգնի այս փողոցը։
Դա հանրապետության փողոցն է։ Ահա, որտեղ տեսար։ Ըստ պիցայի կենտրոնի Մի հասկացա։ արա։ Լավ, գնանք առաջ։ Այո, մենք այդպես արագությամբ փորձում ենք նաև տեղանքներով ասոցացնել, թե որ փողոցներն են դրանք։ Եվս մեկը կա Բոսոր Կարմիրով, սա էլ թե կարող ես միանգամից գուշակիր։ Աբովյան փողոց։ Ահա։ Գուշակիր փողոցը խաղն ենք խաղում ես ու Սևակը մի խոսքով գերց արաբեռնված են հարգելի ռադիո լսողներ։ Իսկ հիմա անցնենք արդեն փակ փողոցներին եւ տեղեկացնենք մեր ռադիո լսողներին, թե որ փողոցներն են փակ, իդեպ վաղը եւս կլինեն երթևեկության սահմանափակումներ հարգելի ռադիո լսողներ։ Եվ այսպես գնանք, սկսենք։ Գնանք Բայրաքաղաքում այսօր առավոտ 7-ից մինչև ժամը 15-ը փակ կլինեն հետևյալ փողոցները. Աթենքի փողոց, Մաշտոցի պողոտա, Ամիրյան փողոց ճանապարհահատված։ Հանրապետության հրապարակը եւ հրապարակ մուտք գործող փողոցները։ Այո, Ամիրյան փողոց, Տիգրան Մեծի պողոտա, Ագաթան Գեղոսի փողոց, Գրիգոր Լուսավորչի փողոց, Արգիշտի փողոց, Աթենքի փողոց հատվածը։ Շահումյան հրապարակից Խորենացու փողոց, Ակադանգեղոսի փողոց հատվածը, Աթենքի փողոց, Մաշտոցի պողոտա, Ամիրյան փողոց հատված, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտա, Մհեր Մկրտչյանի փողոց, Խորենացու փողոց, Իտալիայի փողոց, նախկին մայրաքաղաքային գնդի տարածք հատվածը։ Աթենքի փողոցից Տիգրան Մեծի պողոտա, Ակադանգեղոսի փողոց, Գրիգոր Լուսավորչի փողոց, Արգիշտիի փողոց, Աթենքի փողոց հատվածը։ Եվ հանրապետության հրապարակին հարող փողոցները Զաքյան Ամիրյան, Աբովյան Արամին, Նալբանդյան Սախարովի հրապարակ, Մելիք Ադամյան, Տիգրան Մեծ Ակաթանկեղոսի Խաչմերուկ, Բեյրութ Գրիգոր Լուսավորիչ, Իտալիա Գրիգոր Լուսավորիչ, Խորենացի Բեյրութ, Խորենացի Ակաթանկեղոս, Ակաթանկեղոսն ամբողջությամբ Վազգեն Սարգսյան, Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածները։ Եվ հանրապետության հրապարակ Տիգրան Մեծ փողոց, Քրիստոֆոր Խաչմերուկ ճանապարհահատվածը կլինի փակ մինչև մայիսի 29 ժամը 10-ը։ Ժամը 1-ը ներողություն։ Այսինքն այսօր մինչև գիշերը 1-ն է փակ լինելու, այսպես դիտարկենք, հա։ Հետո արդեն կբացվեն փողոցները։ Եվս մեկ կարևոր տեղեկություն ենք ուզում ներկայացնել ձեր ուշադրությանը, թեպետ արդեն ռադիոլուրի մեր գործընկերները տեղեկացրել են, բայց ուզում ենք ձեզ ասել, որ զորահանդեսին նաև հնչելու է թնդանոթի 3 կրակոց, այնպես որ պատրաստ եղեք, որպեսզի խուճապ չլինի, եւ այսպես Պաշտպանության նախարարությունից են հայտնում, որ Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի շրջանակում հնչելու է թնդանոթի 3 կրակոց, նաև տեղի է ունենալու Հայաստանի զինված ուժերի այո, ավիացիայի թռիչք, այնպես որ այսօր եթե ներողություն չեք լինելու հանրապետության հրապարակում, վստահ եմ քաղաքի տարբեր հատվածներից տեսանելի կլինի, նայեք երկինք եւ կտեսնեք։ Նայեք երկինք, կարծում եմ գեղեցիկ շոու է մեզ սպասվում, որովհետեւ իմ ամենասիրելին է, գիտես, այդ հատվածը Շատ գեղեցիկ է, երբ դրոշի գույներն են երևում երկնքում եւ թող միայն այդ տեխնիկան Երևանի երկնքում եւ այո հանրապետության տարածքում օգտագործվի միայն նման տոնական միջոցառումների ժամանակ։ Շարունակենք մեր թողարկումը հարգելի ռադիո լսողներ, եւս մեկ կարևոր տեղեկություն, որ գուցե ձեզ պետք է առավոտից, որովհետեւ օրինակ գնալու եք այլ երկիր եւ այսպես ներկայացնենք օրվա փոխարժեքը տարադրամի ըստ կենտրոնական բանկի ամերիկյան $1 368 դրամ եւ 0.5 լումա է։ Եվրոն 428 դրամ 34 լումա, ռուսական ռուբլու փոխարժեքն է 5.1, վրացական լարին 137 դրամ 83 լումա է, իսկ հա բրիտանական ֆունտ ստերլինգը 494 դրամ 66 դու դեռ լումա։ ավանդույթը պահում ես, Միանշանակ դիրհամներ ասենք 100 դրամ 2 լումա է 1 դիրհամը եւ իրանական ռիալը 0.027։ Այսպես տեղեկացանք, թե ինչ տարադրամի փոխարժեք է գործում, հիմա տեղափոխվենք Զվարթնոց միջազգային օդանավակայանների կայք եւ այսպես ժամանումների սանդղակն ենք դիտարկում եւ տեսնում ենք, որ գրեթե բոլոր վայրեջքները կատարվելու են ժամանակին։ Տիվատի չվերթը 15:10-ի փոխարեն Հայաստան է ժամանելու 22:50-ին։ Տեսակ սիրտս թրթռաց, փաստորեն արդեն սկսվում են Տիվատի չվերթները, Երևան-Տիվատ ուղիղ չվերթները, իսկ դա նշանակում է, որ ամառը եկել է եւ բոլորս պիտի պատրաստվենք մեկնել տարբեր երկրներ հանգստանալու, ամեն մեկիդ մի երկիր է կանչում իհարկե, մնացած վայրեջքները ժամանակին են տեղի ունենալու եւ շարունակելով հարգելի ռադիոլսողներ տեղափոխվենք նաեւ մեկնումների սանդղակը տեսնենք, ունենք երկու ուշացում Բեյրութի եւ Կալինինգրադի չվերթներն են ուշացում գրանցել, Բեյրութի չվերթը 10:10-ի փոխարեն թռիչքն իրականացնելու է
17:20-ին, հաշվարկային ժամանակը 14:10-ին է, ուշադրություն դարձրեք այս ժամանակահատվածին, Կալինինգրադի չվերթը 10:15-ի փոխարեն իրականացնելու է չվերթը ես սխալ ասացի 17:20-ին չէ Բեյրութը, հենց 14:10-ին է տեղ ունենալու, այսինքն 10:10-ի փոխարեն 14:10-ին, իսկ Կալինինգրադը 10:15-ի փոխարեն ժամը 13-ին է իրականացնելու իր չվերթը, մնացած բոլոր չվերթները տեղի են ունենալու ժամանակին, հարգելի ռադիոլսողներ, բոլոր նրանք ովքեր եկել են Հայաստան, որովհետև շատ կարևոր միջոցառումներ ունենք մեզ մոտ այս մի քանի ժամանակահատվածում Էլ մշակութային, էլ գինու, էլ տուրիզմի, ինչ միջոցառում ասես բալետ, դասական աշխարհ։ Տեսնում եք ինչ է կատարվում, հետևաբար շատ զբոսաշրջիկների ենք սպասում, նրանց ասում ենք բարի գալուստ Հայաստան, իսկ ովքեր մեկնում են տարբեր առիթներով, ապա նրանց մաղթում ենք իհարկե լավ տպավորություններով վերադարձ։ Անպայման, այո։ Վերադարձ, որովհետև Հայաստան ջանը ձեզ սպասում է այսօրվա մեր երգերը բնականաբար նվիրված են մեր սիրելի հայրենիքին։
Այո, մեր անուշ Հայաստան ջան, այդպես պիտի ասենք եւ որքան էլ ասենք Հայաստան ջան, դա բավարար չէ, անդադար կարելի է ասել։ Եվս մեկ անգամ ասում ենք բարի լույս, հատկապես նրանց, ովքեր նոր են մեզ միացել։ Այո, բարի լույս, բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր, մենք եթերում ենք 9:30-ից եւ մինչեւ 11-ը ձեզ հետ կլինենք ուղիղ եթերում։ Իդեպ հիշեցնենք, որ ժամը 10-ին էլ կծանոթանանք վերջին ժամի նորություններին եւ այս պահին նաեւ զուգահեռաբար հետեւում ենք live stream-ին ուղիղ եթերին, կարծես թե Հանրապետության հրապարակում արդեն մեկնարկում է զորահանդեսը, տեսնում ենք մեր զինվորականներին գեղեցիկ հագուստներով, այո, պատրաստվում են, կարծես թե ժամը 10-ներ նշվում որպես պաշտոնական մեկնարկ, բայց հիմա արդեն քայլերթը սկսվել է, զուգահեռ մենք կդիտենք ու ձեզ հետ կմեկնաբանենք։ Արդեն իսկապես սկսվել է քայլերթը։ Եվ հրապարակը բազմամարդ է, ես չեմ հիշում վերջին անգամ երբ է նման շքերթ եղել, կարծես մարդկանց հետաքրքիր է իսկապես գալ տեսնել։ Նման գեղեցիկ միջոցառումները եւ հայրենիքի հետ կապված, հա, կարևոր միջոցառումները մեծ հայերիս էլ ավելի անհրաժեշտ են։ Այո, Արա Մկրտչյանն է on-line հարթակում գրում, բարի լույս, շատ սիրելիներ ջան, ձեզ շատ եմ սիրում, մենք էլ ձեզ ենք շատ սիրում։ Շնորհավորում եմ ձեզ ու բոլորիս մեր լուսավոր տոնի առիթով դուք միշտ փայլում եք, շնորհակալություն։ Եվ Լևեն Մինասյանն է գրում, այստեղ թեթև բողոքի նոտա եմ տեսնում Լևենի գրառման մեջ։ Ասում է բարի արևոտ առավոտ, երեխեք ջան, ինչքան լավ կլիներ, որ զորահանդեսն անցկացվեր Բաղրամյանում, իսկ բնակիչները գառան խաշլամայով սեղաններով էկրանների վրա մի վարքյան կնայեին շքեղ զինուժի տեխնիկան, տոնը կլիներ իրոք մասսայական, ոչ երևանյան։ Դե լավ, եկեք այստեղ ուտելիքը չխառնենք։ Ուտելիքը ոչ միայն ուտելիքը չխառնենք, այլև ֆիքսենք մի կարևոր բան, ցանկացած երկրում նմանատիպ լայնամասշտաբ միջոցառումները տեղի են ունենում, բացառապես, եթե չեմ սխալվում, մայրաքաղաքում, կենտրոնական հրապարակում, սա կոնկրետ անփոփոխ է կարծես թե եւ չգրված օրենք կարող ենք համարել, որովհետեւ այդուհանդերձ երկրի սրտում, այսպես ասած։ Երկրի սրտում, իսկ ինչ վերաբերում է ուտել, խմելու, սպասեք։ Ինձ թվում է դրա առիթները շատ են լինելու, հատկապես մեզ երևանցիներիս համար շատ կարևոր է, որ հրաշալի եղանակ է բացվել եւ մենք առիթը բաց չենք թողնում այդ ժամանակահատվածում, բնականաբար միանշանակ ուղիղ հենց աշխատանքի չենք նստել մեքենաները եւ գնալ Հայաստանի մարզեր ու վայելել ձեր հյուրընկալությունն ու ջերմությունը։ Հայաստանը մի տեսակ ուրիշ է եւ այս վերջին շրջանում անդադար դեմ մարդկանց, այլ օտարածքի մարդկանց, որոնք եկել են Հայաստան ուղղակի ծանոթանալու կամ եկել են սիրարվել են ու մնացել են այստեղ։ Այո, դա շատ հաճելի է, մանավանդ երբ ամուսնանում են օրինակ, չէ, հայ կնոջ կամ հայ տղամարդու հետ, ինչը միշտ չէ որ միանշանակ է ընդունվում, բայց շատ գեղեցիկ է։ Վաղուց արդեն պիտի միանշանակ ընդունվի, սերը ազգություն չի հարցնում, տարիք չի հարցնում, սիրում են մարդիկ, վերջ, կարևորը երջանիկ լինեն։ Այս պարագայում ուրիշ մի կարևոր հանգամանք էլ կա։ Այդ զբոսաշրջիկների կամ այդ օտարածքի ներկայացուցիչների, որոնք որոշում են տեղափոխվել Հայաստան, իրենց աչքերով ես տեսնում քեզ։ Այն ինչ մեզ համար սովորական է եւ չենք գնահատում, նկատի ունեմ, սովորական է դրա համար, այդպես էլ պիտի լիներ, հա, կարծում ենք։ Մենք այդպես ենք մտածում, բայց նրանց համար անսովոր է։ Երբ զբոսաշրջիկ հյուր ես ունենում, նրա հետ ավելի շատ բան ես, չէ, բացահայտում, որովհետեւ գնում ես տեղեր, որ այլ սովորական օր մտածել ես, լավ, մի օր կգնամ, բայց առիթ է, քանի կա զբոսաշրջիկ բարեկամ, ընկեր այլ երկրից եկած, նրան այս կամ այն տեղն ես տանում եւ դու էլ նրա հետ բացահայտում ես։ Ես բացահայտել եմ շատ ուրիշ մի կարևոր հանգամանք այդ մարդկանց շնորհիվ, որ մենք շատ կիրթ վարվեցողություն ունենք մեկս մյուսի նկատմամբ փողոցում անծանոթների հետ։ Մեզ համար դա սովորական է, կարծես այդպես էլ պետք է լիներ, բայց արի ուտես, որ այդպես չի, շատերը զարմանում են, որ մենք օգնում ենք, պատրաստ ենք աջակցել եւ մի հետաքրքիր հանգամանք էլ կա, որ մի քանի օտարածքի ներկայացուցիչներ ուղղակի եվրոպական քաղաքներն են լքել եւ որոշել են, որ Հայաստանից լավ տեղ չկա։ Սա եւ ոգևորում է եւ զարմացնում է եւ հիացնում է։ Այո, բարի գալուստ բոլորին, ովքեր եթե հայ ազգիներ են բարի վերադարձ, ճիշտ որոշում եք կայացրել։ Իսկ ինչ վերաբերում է այդ ուտել, խմել, ուրախությանը, լինելու է, երեք օրինակ ձեզ պատմեցինք կինո օրերը, հունիսի 5-6-7, այսինքն մյուս շաբաթ կարող եք գալ Երևան եւ հրաշալի ժամանակ անցկացնել։ Եկեք ոնց որ ամեն տոնը գնահատենք ըստ իր տեղի, իր նշանակության։ Մի կարևոր բան էլ ֆիքսենք, որ շատ ուրախալի է այն հանգամանքը, որ բազմաթիվ տոներ ունենք, որ
որ կոնկրետ մարզերում են նշվում Այո։ եւ երբ այդ տոնի մասին ես խոսում, միանգամից տեղափոխվում ես այդ մարզ, ուրիշ տեղ չես էլ պատկերացնում, այնպես որ մենք գալու ենք։ Ձեզ թող չթվա, որ մենք անպայման գալու ենք։ Շատ համառոտ այսօրվա տոնի բովանդակությանը անդրադառնանք, իհարկե եթերաժամի ամբողջ ընթացքում հաջորդ խոսելու ենք մայիսի 28-ից, սա Հայաստանի տոնացույցի ամենանվիրական օրերից մեկն է, Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը, եւ ինչով էր սա կարեւոր, որ սա հաջորդել էր մայիսյան հերոսամարտերին եւ մեծ ցեղասպանությունից, հայոց ցեղասպանությունից ընդամենը 3 տարի անց հայ ժողովուրդը կարողություն եւ ուժ գտավ անկախ պետություն հիմնելու։ Դե մենք ուժեղ ենք, մենք ուրիշ ենք։ Դե չենք գովում, դա փաստ է։ Այո, պատմությունն է ապացուցում։ Այո։ Դե ինչ հարգելի ռադիո լսողներ, շարունակեք հետևել մեզ, մնացեք մեզ հետ, մենք սիրով ենք աշխատում ձեզ համար։ Sisters Moshovan, the holy land of the Ark of Hayastan. For centuries we have tried to keep our peace and our pride. Our faith has kept us so on through the hardest times. Ով քնած է վերելեք, ով արթունեցի թամբեք, թող իմանան եկել ենք մենք։ Եղել ենք կանք ու կլինենք, ու թե դժվար պահել լինենք, երկով ու նվագով պիտի եկել ենք մենք, եղել ենք կանք ու կլինենք, ու թե դժվար պահել լինենք, երկով ու նվագով պիտի հաղթահարենք։ Հուհա ու վերադառնում ենք եթեր 9:59 արդեն ժամանակն է որ ողջունենք ռադիոլուրի մեր գործընկերոջը այսօր մեր տաղավարում է Հասմիկը Մարտիրոսյան բարի լույս Հասմիկ Բարի լույս սիրելի գործընկերներ Շնորհավորում ենք Հանրապետության տոնի արդիվ ցավոք շատ ժամանակ չունենք երկար զրուցելու արդեն մոտենում է ժամը 10-ը եւ լուրերի թողարկմանը պետք է ծանոթանանք բայց համառոտ ինչ կա Այս րոպեներին զորահանդեսը արդեն մեկնարկում է այո ես էլ ուղիղ եթերում տեսա կադրերը շատ
շատ հաճելի է, ինձ թվում է քիչ ավելի ուշ ռադիոլուրի շրջանակում ընդգրկում կներկայացնենք, իմ գործընկերներն աշխատում են Հանրապետության հրապարակում։ Ուղիղ միացումներ, Այո, անպայման, այո։ այնպես որ խնդրեմ հետևեք Հանրային ռադիոյի եթերին եւ կտեղեկանաք, ինչ է կատարվում Հանրապետության հրապարակում։ Այո, եւ կարող եք ընթացս նաեւ հետեւել on-line հարթակների միջոցով, բայց չմոռանաք մեզ էլ հետեւել այդ Այո, այո, զորահանդեսը կարծես մինչև 12-ը շարունակվելու է, դեռ ժամանակ կլինի ծանոթանալ, իսկ հիմա ծանոթանանք վերջին ժամի նորություններին։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում բարի լույս, ռադիոլուրը շարունակում է ներկայացնել ժամի լուրերը, տաղավարում աշխատում է Հասմիկ Մարտիրոսյանը, ներկայացվելիք թեմաները նախամարոտ։ Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման օրն է։ Զորահանդեսին կհնչի թնդանոթի 3 կրակոց, տեղի կունենա Հայաստանի զինված ուժերի ավիացիայի թռիչք, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Դոնալդ Թրամփը իր լիակատար աջակցությունն է հայտնել Փաշինյանին, վարչապետն էլ շնորհակալ է բարձր գնահատականի եւ բարեկամական խոսքերի համար։ Ինչ ուղերձ է հղել ԱՄՆ նախագահը։ Այս ամենի մասին եւ ոչ միայն վարքյաններ անց։ Եվ այսպես այսօր նշում ենք առաջին հանրապետության 108-ամյակը 1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտերից Սարդարապատից Բաշապարանից Ղարաքիլիսիայից հետո ծնունդ առավ Հայաստանի առաջին հանրապետությունը։ Մայիսի 28-ը արժևորման եւ խորհելու օր է դասեր քաղելու եւ անցյալին նայելու կարեւոր մի ամսաթիվ։ Ինչպես նշեցինք այս րոպեներին հանրապետության հրապարակում մեկնարկում է հանրապետության օրվան նվիրված հանդիսավոր զորահանդեսը, վարչապետի ձևակերպմամբ սա ոչ այնքան դասական զորահանդես է, որքան հաշվետվություն Հայաստանի քաղաքացիներին։ Հրապարակում ցուցադրվելու է վերջին տարիներին ձեռք բերված ժամանակակից զինտեխնիկան, որի մի զգալի մասը հայրենական արտադրության է։ Պաշտպանության նախարարությունն էլ առավոտյան տեղեկացրեց, որ այսօր հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի շրջանակում կհնչի թնդանոթի 3 կրակոց, ինչպես նաև տեղի կունենա Հայաստանի զինված ուժերի ավիացիայի թռիչք, նախարարությունը խնդրում է սա ընդունել ի գիտություն։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն է ուղերձ հղել օրվա առթիվ մեջբերում 1918 թվականի այսօրը հայ ժողովուրդը հաղթահարելով պատերազմի ցեղասպանության եւ պետականազրկման ծանրագույն հետևանքները վերականգնեց իր անկախ պետականությունը։ Դարերի ընդմիջումից հետո ստեղծված Հայաստանի առաջին հանրապետությունը ոչ միայն քաղաքական իրողություն էր, այլև ազգային կամքի, ինքնության պահպանման եւ ապագայի հանդեպ հավատքի վերածնունդ։ Առաջին հանրապետության հիմնադրումը տեղի ունեցավ բացառիկ պայմաններում։ Գոյաբանական սպառնալիքների, մարդկային եւ նյութական ահռելի կորուստների պայմաններում մեր ժողովուրդը կարողացավ ձևավորել պետական կառավարման համակարգ, ազգային բանակ, դիվանագիտական հարաբերություններ, միջազգային ներկայություն։ Թեպետ առաջին հանրապետության գոյությունը տևեց ընդամենը 2 տարի, դրա պատմական նշանակությունը անհամեմատ ավելի լայն ու խորքային է։ Այն դարձավ հայկական պետականության վերածննդի հիմքը եւ անկախ ապրելու մեր ժողովրդի կամքի կենսունակության ամենախոսուն ապացույցը։ Այսօրը մեզ եւս մեկ անգամ հիշեցնում է. անկախությունն ու պետականությունը ձեռք բերված եւ անփոփոխ արժեքներ չեն, այլ դրանք պահպանելու, ամրապնդելու եւ հաջորդ սերունդներին փոխանցելու շարունակական հանձնառություն են։ Մեջբերման ավարտը։ Ամենայն հայոց կաթողիկոսը նույնպես շնորհավորական ուղերձ է հղել, մասնավորապես վեհափառն ընդգծում է մեջբերում կենաց մահու պայքարում մեր ժողովրդի քաջարի զավակներ, այդ թվում մեր Սուրբ եկեղեցու հոգևորականները հաղթանակ տարան եւ սերունդների համար ապահովեցին հարազատ հողում անկախ ու ազատ ապրելու արդար իրավունքը։ Նույն անվեհեր ոգով ազգից նվիրյալ զավակները նոր ժամանակներում անձնվիրաբար պաշտպանեցին երկիր հայրենին, շատերն իրենց անգին կյանքը զոհեցին մեր պետականության անսասանության եւ անվտանգ ու արժանապատիվ ապագայի համար։ Այսօր մենք ազգովին գլուխ ենք խոնարհում մեր հերոսների առջև եւ անմար պահում նրանց լուսավոր հիշատակը մեր սրտում։ Ներկա բարդ ժամանակներում արտաքին ու ներքին մարտահրավերներին հանդիման պիտի միաբանվենք եւ միասնաբար հզորացնենք մեր պետությունը, ծաղկուն եւ շեն դարձնենք համայն հայոց կյանքը։ Թող Բարձյալ Տերը առատապես օրհնի եւ հաստատուն պահի մեր երկիրը եւ Քրիստոսասեր մեր ժողովրդին ի Հայաստան, ի Սփյուռս
հատկապես այսօր եւ միշտ մեջբերման ավարտը։ Ազգային ժողովի նախագահն էլ նույնպես քիչ առաջ է շնորհավորել, մասնավորապես Ալեն Սիմոնյանը ընդգծել է, որ մենք սկսել եւ շարունակում ենք կառուցել այնպիսի պետություն, որտեղ կենցաղային խաղաղությունը կենացային ներողություն խաղաղությունը վերածվել է իրական ու տեսանելի խաղաղության պետություն, որին տրվող ինքնիշխան, ազատ ու անկախ ձևակերպումներ այլևս միայն սահմանադրական ամրագրումներ չեն։ Մեջբերման ավարտը։ Նախագահ Թրամփին շնորհակալ եմ բարձր գնահատականի եւ բարեկամական խոսքերի համար։ Այս մասին առավոտյան սոցցանցի իր էջում գրել է վարչապետն, անդրադառնալով ԱՄՆ նախագահի հրապարակմանը, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցի իր էջում մասնավորապես գրել էր մեջբերում. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իմ մեծ ընկերը եւ առաջնորդը, իր երկիրը դարձնում է ուժեղ, բարգավաճ եւ շատ անվտանգ։ Նիկոլը լիովին կիսում է իմ խաղաղություն եւ բարգավաճում Հայաստանի եւ ամբողջ հարավային Կովկասի տարածաշրջանի համար տեսլականը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջերս այցելեց Հայաստան, որտեղ նա առաջ մղեց մի քանի կարևոր գործարքներ մեր երկու երկրների համար։ Շուտով Միացյալ Նահանգները եւ Հայաստանը կսկսեն միասին շարժվել Թրամփի ուղիով դեպի միջազգային խաղաղություն եւ բարգավաճում, որը կվերափոխի հարավային Կովկասը եւ կօգնի մեր մեծ ամերիկյան էներգետիկ ընկերություններին մուտք ունենալ կենտրոնական Ասիայից մինչեւ Միացյալ Նահանգներ։ Նիկոլն ունի լիակատար անվերապահ աջակցությունը հունիսի 7-ին վերընտրվելու համար։ Նիկոլի օգնությամբ մենք կբարձրացնենք Միացյալ Նահանգները, Հայաստանը, Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան աննախադեպ բարձունքների դարձնենք Հայաստանը կրկին մեծ մեջբերման ավարտը։ Այս ժամին այսքանը տաղավարում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը։ Ինչպես կզարգանան իրադարձությունները, կտեղեկացնենք ժամը 11-ին։ Մնացեք հանրային ռադիոյի հետ ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։
Հանրային ռադիոյի ուղիղ եթեր կրկին եթեր են մտնում Սևակ Հակոբյանը Եվ Լուսինե Մուրադյանը շքերթային հրապարակ են մտնում դե գիտեք արդեն հրապարակ իդեպ արդեն տարատեսակ ռազմատեխնիկա կարծես եւ զինվորական խմբեր մուտք են գործել, որովհետեւ թեև հայտարարված էր, չէ, ժամը 10-ից կմեկնարկի, կարծես առավել շուտ է մեկնարկել եւ կարեւոր է որ շատ բազմամարդ է մեր հանրապետության հրապարակն այս պահին մարդիկ իսկապես չեն նայել որ ազատոր է կարող են տանը մնալ այլ իսկապես հետաքրքրված են կարևորը եղանակն է մեծամասշտաբ շքերթով միջոցառմամբ եւ գնացել եւ հետեւում են զորահանդեսին որքան գեղեցիկ են կադրերը հուզիչ նաեւ կարող ենք ասել որովհետեւ այսպես նայում ես հայկական դրոշների արկայությունը մարդկանց այո մեր գեղեցիկ հրապարակը զինվորականները գեղեցիկ համազգեստներով որոնցից յուրաքանչյուրը դե տարբեր նշանակություն ունի եւ նաեւ ռազմատեխնիկան կարծես թե սկսում է անցնել իհարկե բոլորը սպասում ենք այն նոր տեխնիկային որը այսքան ժամանակ ասվել է որ գնվել է եւ կցուցադրվի նաեւ օթային տեխնիկան ինչպես բազմիցս նշեցինք շատ գեղեցիկ է ասած ամենից շատ որովհետեւ երկինքը բարձունքը եւ գույները ու ընդհանրապես օթաչուների վարպետությունը դրանք շշմելու բան են եւ դու տեսնում ես թե ինչ հմտորեն են նրանք տիրապետում այդ ամենին Էրիկ չի թրջում են մի բան էլ շոու են անում պտտվում են եւ այլն հրաշալի է ուղղակի եւ հիշեցնենք հարգելի ռադիոլսողներ որ մայիսի 28-ը յուրաքանչյուր հայի համար կարեւորագույն օրերից մեկն է Այո, եւ այսօր Հայաստանի տոնացույցի նվիրական օրերից մեկն է Հանրապետության տոնը 1918-ի հենց այսօրը Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին այս ժողովուրդը վճռական այո ասած գոյության իրավունքին ծանր մակարոնների գնով Բաշապարանի Սարդարապատի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերով ձեռք բերվեց երկար սպասված պետականությունը Այո, եւ 20-րդ դարաշրջանի ողբերգություններից հետո խոսքը հայոց ցեղասպանության մասին է առաջին աշխարհամարտ Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը իսկապես նման էր հրաշքի, որովհետև հայրենազրկումից ցեղասպանությունի ենթարկվելուց ընդամենը 3 տարի անց հայ ժողովուրդը կարողացավ ինքնակազմակերպվել, ինքնապաշտպանական կռիվներ մղել, հաղթել ու ստեղծել պետություն, որը թեև կարճ կյանք ունեցավ, բայց կարևոր դերակատարում ունեցավ։ Այո, առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Կարմիր բանակ օկուպացրեց Հայաստանը եւ այն հռչակեց Խորհրդային Հանրապետություն Հայաստանն անկախությունը վերականգնեց միայն 1991-ին սեպտեմբերի 21-ին անցկացրած հանրաքվեով։ Իհարկե շատ չենք խորանա պատմության էջերը չենք թերթի, բայց կան վարկածներ, կարծիքներ, որ դա կարծես աշխարհաքաղաքական ուղղակի հեշտ իրավիճակ էր պետություն ստեղծելու, բայց ընդհակառակը ամենևին էլ սա նվեր չէր 1918 թվականին պատահականության արդյունք չէր, ինչպես ոմանք փորձում են ներկայացնել, հայ ժողովուրդը իսկապես իր հերոսական պայքարով Տշնամական բազմաթիվ զորքերի դեմ ինքնապաշտպանական մարտերով կարողացավ նվաճել այդ անկախությունը։ Եվ այսօր օրվա առիթով շարունակվում է Հանրապետության սրտում, Երևանի սրտում իրականացվել զորահանդեսը հարգելի ռադիոլսողներ, եւս մեկ անգամ շնորհավորում ենք ձեզ, մեզ եւ կարող ենք ասել, որ հպարտություն է եւ դժվարություն հայ լինելը, բայց հպարտ ենք, որ հայ ենք եւ պատվով այսպես կրում ենք, չէ՞։ Այդ կոչումը, եթե ձեզ կոչ ենք անում, նաեւ գրել մեզ մեկնաբանություններում, եթե հետևում եք զորահանդեսին, կարող եք ձեր տպավորությունների մասին կիսվել կամ շնորհավորանքներ գրել, ինչպես եք անցկացնելու այս տոնական օրը, կարող եք կիսվել մեզ հետ, մենք մեծ ուրախությամբ կարդում ենք ձեր մեկնաբանությունները։ Եվ իհարկե ինձ օրինակ շատ հետաքրքրում է, մենք խոսում էինք օտարի աչքերով ինչպիսին ենք մենք, օրինակ դուք ինչ դիտարկումներ եք արել Ինչպիսին է հայը օտարի աչքերով գրեք մեր առավելությունների մասին, էլի։ Այո, այսօր որ չխոսենք այդ մասին, երբ խոսենք։ Մենք մեզ չգովենք, ով չգով։ Չենք գովում, դա իրականություն է, Սևակ ջան, առերեսվենք իրականության հետ։
Մենք վերադառնում ենք ուղիղ եթեր, լսում էինք Սարդարապատ հայտնի ստեղծագործությունը նոր մեկնաբանությամբ Gorgeous Beats-ի կողմից եւ հիմա շարունակենք թերթել պատմության էջերը։ Շարունակենք եւ ինձ ողջևորում է, որ նոր հետաքրքիր գործեր են ստեղծվում երաժշտական հետաքրքիր մտածողությամբ եւ դա ողջևորում է։ Այո, եւ մեզ ուրախացնում է, որովհետեւ մեր առավոտյան playlist-ը նաեւ թարմացնում ենք, այո։ Հիմա որ մեկս որտեղ ինչ երգ լսում է, մտածում ենք, ահա, արժե սա առավոտյան եթեր արձակել։ Դե ինչ հարգելի ռադիո լսողներ, փորձենք հասկանալ մեզ համար այսօր շատ կարևոր օր է բնականաբար, բացի մեզ համար կարևոր օրից, պատմության այսօրը ինչով է այլ երկրներում նաև նշանավորվել։ Հետաքրքիր է, որ որպես այդպիսին հատուկ տոնիկներ չկան, ինչպես սովորաբար այլ օրերի լինում է։ Միայն կարող եմ ասել, որ հարգելի թխահերներ, այսօր նաև ձեր տոնն է, այսինքն իմ տոնն էլ է, թխահերների միջազգային։ Այո, բրյունետների օրն է։ Երեք իդեպ երկրի բրյունետի ծննդյան օրն է։ Դե էլի մոտեց Համընկել է եւ այսօր նաեւ աշխարհում նշում են կանանց առողջության օրը։ Այո, շատ կարևոր օր է։ Սա ոչ այնքան տոն է, ինչքան իրազեկման նպատակ ունեցող օր, որպեսզի կանայք հետևեն առողջությանը եւ պարբերաբար այդ ստուգումները գիտենք ինչքան կյանքեր կարող են փրկել։ Այո, շատ կարևոր է ժամանակին գնալ ստուգման ու ով է դրա մասին ասում։ Ով ուշացրել է իր պարբերական ստուգումներ, ընդհանրապես կարևոր չէ գանգատ լինի թե չլինի, պարտադիր է գնալ ստուգումների։ Այո, եւ այստեղ խոսքը միայն կանանց մասին չէ, նաեւ տղամարդկանց, յուրաքանչյուր մարդ ով հետևում է առողջությանը, տարբեր ժամկետներ են նշում, բայց գոնե երևի 6 ամիսը մեկ կամ լավ գոնե տարին մեկ ստուգումները կարող են կյանքեր փրկել։ Եվ չենք մոռանում մի կարևոր բան, Սևակ ջան, որ կանանց առողջությունը նաև ձեզ համար է շատ կարևոր։ Դե, այո, բոլորի։ Մեր հոգեկան առողջությունը առավելապես շատ կարևոր է, որ ձեզ ասում եմ, տան տրամադրությունը կնոջ տրամադրությունից է կախված։ Այո, երեխաների երջանկությունն էլ է կախված տան կնոջից, այնպես որ ամեն ինչ պիտի անեք, որ կինը երջանիկ լինի, որ ձեզ երջանկացնի։ Երջանիկ լինի, առողջ լինի, մենք էլ դրա հետ զուգահեռ։ Հիմա տեսնենք ինչ կա պատմության էջերում, ինչով է նշանավորվում մայիսի 28 ամսաթիվը, դե մեզ համար բազմիցս նշեցինք ու դեռ էլի կանդրադառնանք, հիմա անցնենք այլ պետությունների, օրինակ 2005 թվականին ֆրանսիացիները այս օրը հանրաքվեով դեմ արտահայտվեցին Եվրոպայի սահմանադրությանը, բա։ 2000 թվականի այսօրը Դրաստամատկանայանի աճյունը Բոստոն քաղաքից տեղափոխվեց Հայաստան, այն ամփոփվեց ապարանի հուշահամալիրում։ Կարծում եմ հենց խորհրդանշական օրել ընտրվել է այդ արարողության համար։ Մի հետաքրքիր պատմական դեպք է, հանդիպում Ռոնալդ Ռեյգանը 1988 թվականի այսօրը Միացյալ Նահանգների նախագահ այցելել է Խորհրդային Միություն։ Բա այն ժամանակից արդեն այցելություններ երկաթյա վարակույրը կարծես թե աստիճանաբար բացվել է։ 1963 թվականի հենց այսօրն է գործարկվել Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, դե ոչինչ, որ Արեգակի հետ ասոցացրեցի։ 61 թվականի այսօրն էլ ստեղծվել է մարդու իրավունքների միջազգային ամենահայտնի կազմակերպությունը Amnesty International-ը։ Այո, 1957 թվական տեղափոխվենք, որովհետև այսօրը հենց 57 թվականի զգալի տեղաշարժ տեղի ունեցավ երաժշտական ինդուստրիայում Միացյալ Նահանգներում հենց այսօրն է բացվել Ձայնագրության ազգային ակադեմիան, որը հիմնել է երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր Գրեմի մրցանակը եւ հետագայում արդեն գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել ու մինչև այսօր առանց Գրեմի չենք պատկերացնում շքեղագույններից արևմտյան շոու բիզնեսը եւ երաժշտական աշխարհը։ Մեր հայկական պատմության հետ կապված 1928 թվականին Կահիրեում հիմնվում է հայ կրթական եւ հրատարակչական համազգային ընկերությունը։ Շարունակենք գնալ առաջ թերթել պատմության էջերը, հասկանալ թե ինչ կա։ 1898 թվականի հենց այսօրը առաջին անգամ լուսանկարվել է Թուրինի մայր տաճարում գտնվող այն սավանը, որով ըստ ավետարանի փաթաթվել էր խաչից հանված Քրիստոսի մարմինը։ Եվ շարունակենք թերթել պատմության էջերը։ Ահա, իրականում մենք այսպես ժամանակագրորեն իջնում ենք դեպի պատմության խորքեր, տեղափոխվենք 1830 թվական Միացյալ Նահանգները օրենք ընդունեց հնդկացիների վերաբնակեցման մասին։ Իսկ հիմա տեղափոխվում ենք 585 թվական 6-րդ դար։ Այո, Լիդիայի եւ Մեդիայի արքաները ենթադրելով, որ արևի խավարումով աստվածներն իրենց հրամայում են դադարեցնել թշնամությունը, վերջացրեցին Փոքր Ասիայում իշխանության համար պայքարը։ Իդեպ մի ուղում Քրիստոսից առաջ կարծես թե 585 թվական ներողություն, ոչ թե մեր թվարկության։ Այո, 6-րդ դար, բայց Քրիստոսից առաջ եւ փաստորեն հրամանով։ Արևի խավարումով փաստորեն
Հրաման տվեցին։ Երբ կա մոտակա ժամանակահատվածում Արևի խավարում պատերազմները թող դադարեն մի Մեկը անգամ։ թող այդ հրամանը տա, չէ։ Արևի խավարում արիր, բայց փաստորեն իրենք ենթադրել են, որ Արևը զայրացել է եւ որոշել են դադարեցնել պատերազմը։ Կատակը կատակ, բայց Բայց այո, դե արի, տես։ տեսեք որ դարերից մինչև մեր օրեր էլ մարդիկ շարունակում են հակամարտությունները, բայց այսօր մենք տոնում ենք կարծես այդ հակամարտությունների հաղթանակի օրը Այո, 1918 թվականին, գիտենք, դրան նախորդել էին Ապարանի, Ղարաքիլիսայի, Սարդարապատի հերոսամարտերը եւ դրանց նվիրված ժողովրդական, այսպես ազգային երգի մշակումն էլ հիմա կլսենք Սոֆի Մխեյանի կատարմամբ։ Հայոց ազգի համար շամոր հասակա հեսափաշեն տվեց այսպես հրաման կոտորել աբարան անցնել Երևան հեսափաշեն տվեց այսպես հրաման կոտորել աբարան անցնել Երևան ապարան, ապարան, բաշիմ ապարան Հայզենքով, հայզոնքով, թուրքի դեմնարար Հերկեսիր էջմիածին հայոց սուրբ օրան Չթողիր, որ թուրքը անցնի Երևան Սև շոր էին հագել հոնուր հարսները Կարմիր էին կապել քաջ գլուխները Պատոնդաշներ եղել գոսպանդը նրան Հասիբով հարսներուտ մերնի մապարան Պատոնդաշներ եղել գոսպանդը նրան Հասիբով հարսներուտ մերնի մապարան Ապարան, ապարան, խիզախ կապարան Հայզենքով, հայզոնքով, թուրքի դեմնարար Հերկեսիր էջմիածին հայոց սուրբ օրան Չթողիր, որ թուրքը անցնի Երևան Ապարան, ապարան, ջանի մապարան Հայզենքով, հայզոնքով, թուրքի դեմնարար Հերկեսիր էջմիածին հայոց սուրբ օրան Չթողիր, որ թուրքը անցնի Երևան Մայիս 27-ի ուշ երեկոյան Վեցերորդ գունդ հասավ քաջած օգնության Սիրուցան արեցին զորքի թուրքական Հրամանը դարներ դրոկանայան Սիրուցան արեցին զորքի թուրքական Հրամանը դարներ դրոկանայան Ապարան, ապարան, բաշիմ ապարան Հերկեսիր էջմիածին հայոց սուրբ օրան Չթողիր, որ թուրքը անցնի Երևան Ապարան, ապարան, ջանի մապարան Հայզենքով, հայզոնքով, թուրքի դեմնարար Հերկեսիր էջմիածին հայոց սուրբ օրան Չթողիր, որ թուրքը անցնի Երևան Ահա, կրակոցն է Ահա, վերջին հնչեց։ կրակոցը Այսօր հնչեց, զգուշացրել ենք, էլի։ որ տնտանոցի 3 կրակոց է հնչելու Մարիաքաղաքում զորահանդեսի հետ կապված, կարծես թե դեռ չի հնչել կամ միգուցե հնչել է, մենք բաց ենք թողել։ Դե մենք աշխատում ենք։ Այո, աշխատում ենք ուղիղ եթերում, բայց նաև եթերից հետո էլ հետևելու ենք, 1 ժամ դեռ կշարունակվի զորահանդեսը։ Առանձնատու կարի ողջույններ ուղարկենք ապարանցիներին, վերջերս անցա քաղաքով մի քանի օր առաջ եւ քաղաքը արդեն երևում էր, որ պատրաստվում է մայիսի 28-ի տոնակատարություններին, ամենուր
այնուր դրոշներ էին, քաղաքի մեծ էկրանին հին պատկերներ էին Ես ֆիքսել եմ մի կարևոր բան, հերոսամարտերի։ ապարանը այս վերջին շրջանում տոնական տրամադրություն ստեղծելու առաջատարներից մեկն է, որովհետև հիշեցի Ամանորի իրեն զարդարանքը հիացած էի ուղղակի։ Instagram-ում անգամ համեմատում էին այլ երկրների մայրաքաղաքների հետ։ Փայլուն էր ուղղակի, էլ չասեմ, որ հեքիաթային ձյունն էլ տեղացել էր, ու այսպես նայում ես, ասում ես, այսպես կարելի է, որքան հաճելի է, որ գնում ես մարզ եւ տեսնում ես նման գեղեցիկ։ Ռուս զբոսաշրջիկների զարմանքներ հարուցել, ընդհանրապես եթե նկատել եք ռուս զբոսաշրջիկները Հայաստանով հիացած են։ Ես ընդհանրապես ուզում եմ ապրել նրանց աչքերով այո։ Այո, որովհետև պատկերացրեք փոքր երկիր է նրանց համար, միգուցե շատ բան չգիտեն եւ գալիս են տեսնում են ամեն օր հրաշալի միջոցառումներ, միջազգային աստղեր են գալիս, փառատոններ, Բացի դրոն շոուներ։ բոլորը սրճարաններում նստած են անհոգ։ Մի տղա կար տեսանյութ էր տարածել ու ասում է հայեր բա դուք երբ եք աշխատում, եթե այսպես անգամ երկու շաբթի երեկոյան նույնիսկ աշխատանքային օրերին մենք յուրահատուկ ենք էլի։ Այո, այնպես չէ որ չենք աշխատում, այդ աշխատելու արդյունքում է։ Բայց եթե դիտարկում ենք մարդկանց մեծ մասը անդադար վազքի մեջ է եւ աշխատում է։ Այո, հենց այս բանին կարծես կրակոցների ձայները հնչեցին, Տնտանոթը տնտած այնտեղ հուշում են մեր գործընկերները, մենք չենք լսում, բայց մերոնք լսում են։ եթե դուք հիմա մեզ հետևում եք ռադիոյով եւ ինչ-որ ձայն լսեցիք, չանհանգստանաք, սա զորահանդեսի կրակոցներն են։ Եվ եթե դուք մեզ տեսնում եք, մեր զարմացած աչքերը տեսակ, որովհետեւ ապակուց այնքող մեր գործընկերները այսպես են բացատրելով, որ Պանտամիմա են խաղում։ Մանուշակ Թունյանին ջեր, ողջույններ, բարի լույս Հայեր ջան։ Ես վստահ եմ, թե որքան հուզված ու ջերմությամբ են հետևում Հայաստանում այսօր կատարվող իրադարձություններին օտար ափերում ապրող մեր հայրենակիցները, առանձնահատուկ ջերմ ողջույններ ուղարկենք ձեզ։ Սիրելի հայրենակիցներ, եւ գիտենք, թե որքան կարոտած եք նայում եւ շատ կուզեիք հաստատ լինել այստեղ հայկական ջերմ միջավայրում, հենց զորահանդեսին հետևել Հանրապետության հրապարակից։ Մենք էլ փորձում ենք յուրատեսակ կամուրջ հանդիսանալ ձեր եւ իհարկե հայրենիքի միջև, չգիտեմ որքան է ստացվում, բայց այդուհանդերձ ձեզ ջերմ ողջույններ ենք ուղարկում ու շնորհակալություն հայտնում, որ անկախ նրանից թե որտեղ եք այս պահին բնակվում, այս պահինն էր բանալի բառը։ Դուք լսում եք մեզ, մենք լիահույս ենք, որ կգա մի օր, որ շատ-շատերդ կգաք ու այստեղ երջանիկ մեզ հետ միասին կապրեք։ 553702 կարող եք մեզ նաև զանգահարել մեր ուղիղ կապի հեռախոսահամարով, այսօր կարծես դեռ զանգ չունենք, շնորհավորանքներ, սիրով կլսենք։ Ես ուզում եմ նաև կարծես ունենք հենց այս պահին։ Ոչ, մի անգամից սպասում էիք, հա, դեռ կարծես կապը չի հաստատվել։ Կսպասենք։ Կսպասենք։ Իմիջայլոց ուզում եմ, որ ավելի շատ ակտիվ լինեն մարզերում ապրող մեր ռադիո լսողները, գրեք թե դուք ձեր մարզերում ինչպես եք այսօրը տոնում, վստահ եմ, որ յուրաքանչյուր համայնք հետաքրքիր ինչ-որ տարբերակներ է մտածել կարեք գրեք ու պատմեք կար որ օրինակ Արտաշատում այս փողոցն է փակ լինելու վստահաբար միջոցառումներ են անցկացվում փողոցներ փակ լինելու այսօրով հաճելի է ինչ խոսք ասա որ այդպես է այո այդպես որ սպասում ենք ձեր գրառումներին նաև երբ խցանումներ են լինում մարզային քաղաքներում շատ հաճելի է որ կա այդքան ակտիվություն այ Երևանի խցանումները ընդհանրապես հաճելի չեն բացարձակ բայց օրինակ Գյումրիի խցանումները շատ լավն են ուրախություն են ապարգևում դե ինչ հարգելի ռադիո լսողներ շարունակեք հետևել մեզ մենք շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում եւ հիմա Քոչարի ենք բարելու արձագանքներին միասին բարենք ինչ կարծիք ունեք համաձայն եք չէ՞ մեզ հետ դե գնացինք Դարերի խորքից եկած մեզ բարում մեր պապերը նենց են բարում որ շարժում են սարքարես բարերը մեր պապերն ու մեր բարերը հիմք են ստեղծում որ ապրելը պինպայի անցյալի թելը այդ բարի մեջ կա կոգենը ուսուսի հարուցի նման դեն շարժումները պինպայի ուսելը դու հողին ամուր խփի ոտքերը մեր պապերն ու մեր բարերը հիմք են ստեղծում որ ապրելը պինպայի անցյալի թելը այս բարի մեջ կա կոգենը հստակից մեջ եմ ուշուվան մեր պապերը միացիր ամեն ինչ մոռացիր գորասել դիտ բարերը որին ես ուժեղում միշտ խելոք ինչպես բարի պապերը պինպայի անցյալի թելը այս բարի մեջ կա կոգենը
շարժում են սարքար Սպարերը մեր պապերն ու մեր պարերը հիմք են ստեղծում որ ապրել է պինպայի անցյալի թելը Այդ պարի մեջ կակոգեն է ուսուսի հարուցի նման բեն Շարժումները պինպայի ուսերը դու հողին ամուր խտի որ գերետ մեզ տագույց մեջ եմ ուշուվան Մեր պապերը միացի ամեն ինչ մորացի որ ասել պետ բարերը Դու ինձ քո ձեռքը հաղթողը մենք ենք Հոգիս երկում է լեռների երկը Դու ինձ քո ձեռքը գորան տղերքը Ես բարը զենք է Դե բարի կոչարի Դե բարի կոչարի Քոչարի, որ ստիպում հոգուտ մեջն ես Քոչարի, դու բարի, որ ինքդ քեզ ճանաչես Քոչարի, քո պարը պապերի ամպերից վեր պահի Քոչարի, բոլորին պարելու կոչարի Քոչարի, բոլորին պարելու կոչարի Սուրճ ու սեր առավոտից Զորահանդես զգաստ զուգահեռ այս կոչն էինք լսում ուղիղ եթերի ձայնից, այո, Լուսինեն, մենք հետևում ենք զուգահեռ, նաև այո, Հանրապետության հրապարակում շատ գեղեցիկ է ամեն ինչ եւ նաև եռագույնով ծուխեր հայտնվեցին օդում, այո, օդային շոուն շարունակվում է, մենք հետևում ենք եւ շատ մեկնաբանություններ կան նաեւ տարբեր ուղիղ եթերների մեկնաբանությունների դաշտում, այդ թվում նաեւ մեզ մոտ ունենք կոմենտներ նաեւ մարզերից։ Այո, Մանուշակ Թումանյանն ասում է շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության տոնի առիթով միանշանակ հայերիս առողջություն, խաղաղություն եմ մաղթում։ Էդիկը Պապուչյան գրում է Գյումրիում տոնական է ինչպես միշտ, բայց ափսոսում է որ նա աշխատանքի է։ Ահա, ոչինչ, մենք էլ ենք աշխատանքի, ուրեմն այնպիսի կարևոր աշխատանք եք կատարում, որ դա ազատ օր չի ճանաչում։ Շատ մի կարևոր հաճելի աշխատանք էլ ունի Էդիկը Բաբուջյան, լսել միշտ մեզ եւ առաջինը գրել մեկնաբանություն։ Որը չի գրում, մի քիչ անհանգիստ ենք լինում։ Հարգելի ռադիո լսողներ, քանի որ այսօր սովորական օր չէ, տոնական օր է կարող ենք ասել եւ ոչ աշխատանքային, բայց այդուհանդերձ այս պահին մենք նայում ենք եւ տեսնում ենք, որ խցանումների նիշը 4 է։ Այո, եւ հիմնական ճակերտավոր ասած մեղավորը փակ փողոցներն են, իսկ դա լավ առիթով է, քանի որ զորահանդես է անցկացվում եւ պատկերացրեք Հանրապետության հրապարակը ամբողջությամբ եւ դրան հարակից Կարևորը փոքր նեղ եւ նաեւ մեծ փողոցները, այո, կարևոր աշխատանքի չեն շտապում, այո, մարդիկ աշխատանք կոլապս չկա, դասի չեք գնում, ենթադրաբար շատերը հենց զորահանդեսը դիտելու համար են այս տարածքում եւ վստահաբար եթե դրա համար եք գնում, ապա լավ կլինի ինչ որտեղ կայանեք ձեր մեքենան եւ քայլեք։ Ոտքով քայլեք, ոտքով առողջարար է եւ ի վերջո այս հատկապես նման օրերին մեզ օգնական է մետրոն մեզ օգնական։ Այո, մետրոն մեզ օգնական, այո, մեզ բրկում է այս օրերին, հատկապես երբ եղանակը արդեն տաք է լինում, շոկից փախչելու լավագույն միջոցներից մեկն է, այո, մետրոն եւ բայց բավականին շատ փողոցներ կան փակ հարգելի ռադիո լսողներ եւս մեկ անգամ այո, հիշեցնենք ու այնուհետև եղանակի վերաբերյալ տեղեկատվությունը կթարմացնենք։ Այս պահին մեր մայրաքաղաքում արդեն 21 աստիճան տաքություն է, շատ արևոտ եղանակ է, երեկոյան կարճատև անձրևի հավանականություն կա
հեռախոսային հավելվածը դա ընդամենը 5% է հավանական համարում, իսկ օդերևութաբանների կանխատեսումը այն է, որ հնարավոր է կարճատև անձրև եւ մինչեւ 28 աստիճան կլինի ցերեկօդի ջերմաստիճանը, այո, սա արդեն ամբողջությամբ ամառային տրամադրություն է։ Ամառային տրամադրություն է, տոնական տրամադրություն է ամենուր եւ սա մեզ էլ ավելի է ոգևորում, բայց կան փակ փողոցներ, կապված իհարկե տոնական տրամադրությունն ապահովելու եւ մեծ շքերթը զորահանդեսը իրականացնելու հետ։ Տեղեկացնենք հարգելի ռադիոլսողներ, որ այսօր մինչեւ ժամը 15-ը Երևանում կլինեն երթևեկության հետեւյալ սահմանափակումները. Աթենքի փողոց, Մաշտոցի պողոտա, Ամիրյան փողոց ճանապարհահատվածն է փակ լինելու, Հանրապետության հրապարակը եւ հրապարակ մուտք գործող փողոցները։ Այո, Ամիրյան փողոց, Տիգրան Մեծի պողոտա, Ագաթան Գեղոսի փողոց, Գրիգոր Լուսավորչի փողոց, Արգիշտի փողոց, Աթենքի փողոց հատվածը։ Սա մի ամբողջ հատվածի մասին է։ Շահումյան հրապարակից Խորենացու փողոց, Ագաթան Գեղոսի փողոցի հատվածը, Աթենքի փողոց, Մաշտոցի պողոտա, Ամիրյան փողոց հատվածը, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտա, Մհեր Մկրտչյանի փողոց, Խորենացու փողոց, Իտալիայի փողոց, նախկին մայրաքաղաքային գնդի տարածք հատվածը։ Աթենքի փողոցից Տիգրան Մեծ պողոտա, Ագաթան Գեղոսի փողոց, Գրիգոր Լուսավորչի փողոց, Արգիշտիի փողոց, Աթենքի փողոց հատվածը եւ իհարկե Հանրապետության հրապարակին հարող փողոցները։ Այո, Զաքյան Ամիրյան, Աբովյան Արամի, Նալբանդյան Սախարովի հրապարակ, Մելիք Ադամյան, Տիգրան Մեծ, Ագաթան Գեղոսի խաչմերուկ, Բեյրութ Գրիգոր Լուսավորիչ, Իտալիա Գրիգոր Լուսավորիչ, Խորենացի Բեյրութ, Խորենացի Ագաթան Գեղոսն ամբողջությամբ Վազգեն Սարգսյան Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածները։ Եթե կարճացնենք Հանրապետության հրապարակը եւ հարակից իր բոլոր փողոցները։ Նույնիսկ եթե կան փոքրիկ փողոցներ, դրանք բոսոր կարմիրով են, այսինքն կոնկրետ խցանում են եւ դժվար կկարողանալ։ Եվ ասենք, որ Հանրապետության հրապարակ Տիգրան Մեծ պողոտա, Քրիստափոր Խաչմերուկ ճանապարհահատվածը փակ կլինի մինչև վաղը ժամը 1-ը, այնպես որ վաղը ասելով նկատի ունենք այս գիշեր մինչև ժամը 1-ը, որովհետև այդ ռազմատեխնիկան, այդ ամբողջ ենթակառուցվածքները ԲՄ վստահաբար տեղափոխելու եւ ապամոնտաժելու համար երկար ժամանակ է հարկավոր։ Այնպես որ համբերությամբ ենք զինվում հարգելի ռադիոլսողներ, այսօր լիաթոք ուրախանում ենք, որ հետո վաղը գնանք աշխատանքի, բայց այնպես ուրախացեք, որ վաղը սթափ եւ ուժերով հավաքած ուժերով գնաք աշխատանք։ Այո, բայց նաեւ հանգիստ սրտով, որովհետեւ արժևում էլի աշխատանքային օրեր չեն, շաբաթ-կիրակին է մոտենում։ Զուգահեռաբար արդեն կանանց գունդն է մտնում Հանրապետության հրապարակ, արդեն մեկնարկեց այն հատվածը, երբ հայտարարվում է եւ տարբեր զորախմբեր, որքան գեղեցիկ է, այո, իրենց գեղեցիկ համազգեստներով, թե տղամարդիկ, թե կանայք մուտք են գործում Հանրապետության հրապարակ։ Ու միշտ փոքր տարիքից էլ այդպես եղել, բոլորս զարմանում ենք, թե ինչպես է հնարավոր այդքան մեծ քանակությամբ մարդ միաժամանակ համաչափ կատարել այդ քայլերը։ Այո, դա հրաշալի է եւ կարծես այս զորահանդեսները բոլորից տանում են մանկություն, չէ՞, որովհետեւ մանկության տարիներին ավելի շատ են եղել միգուցե նման միջոցառումներ։ Ուրիշ միջոցառումներ չեն եղել համարյա։ Ուրիշ միջոցառումներ կամ էլ չեն եղել։ Դրա համար մեզ համար դա կոնկրետ միակ երևի թե այդպես շատ մեծ, չգիտեմ, հուշեք հարգելի ռադիոլսողներ, եթե գնացիք մանկության գիրկը, ապա այսպես ընդհանուր ինչ մեծ միջոցառումների էիք գնում։ Արմինե Հովսեփյանն է գրում on-line հարթակում իմ անկախ իմ հզոր երկրի լավագույն հաղորդավարներին ողջույն։ Ցանկությունս սիրենք, գնահատենք եւ փայփայենք ամեն լավ, որ կա մեր շուրջ։ Շատ ճիշտ ցանկություն ունեք։ Նաև սիրենք գնահատենք միմյանց, սա եւս շատ կարևոր է, եւ իզուր չէինք ասում, որ օտարի աչքերով մենք իսկապես սիրում ենք իրար, գնահատում ենք, հասնում ենք, օգնում ենք, բայց միևնույն է ներքին ինչ-որ անհաշտություններ կան, թեպետ որտեղ մարդ, այնտեղ էլ անհաշտություն, այստեղ բացարձակ կապ չունի, բայց որ մենք ունենք բազմաթիվ առավելություններ, դա փաստ է, եւ դա իհարկե ոգևորում է մեզ բնականաբար։ Ինչ ունենք, պետք է ասենք եւ ինչու ոչ գլուխ գովենք։ Իրերը իրենց անուններով կոչենք։ Մեր եթերաժամի վերջին րոպեներն են, կարող եք դեռ գրել մեկնաբանություններ կամ զանգահարել եւ ասենք, որ ամբողջ օրվա ընթացքում նաեւ մնացեք հանրային ռադիոյի հետ, ռադիոլուրը յուրաքանչյուր ժամագլխի ձեզ նորություններ է ներկայացնելու եւ հատկապես այսօր կարծում եմ զորահանդեսից հետո նոր ռազմատեխնիկայի հետ կապված բազմաթիվ հետաքրքիր նորություններ են դինելու։ Այո, իսկ մենք շարունակում ենք լսել ոգևորող յուրատեսակ երգեր, այո, մնացեք մեզ հետ։
ես անհաց պարկի ճամպա ես իմ մասիս անեմ սիրո Ահա, այսպես հարգելի ռադիոլսողներ, հանրայինի ուղիղ եթերում շարունակվում է սուրճ ու սեր հաղորդումը, մենք սեր ենք փոխանցում ձեզ եւ իհարկե առաջարկում ենք միանալ սրճախմությանը, մեզ հետ վայելել մեկ բաժակ 9:30-ից ամեն աշխատանքային առավոտ մենք միասին սկսում ենք օրը, կապ չունի օրը տոնական է թե ոչ, մենք եթերում ենք եւ այսօր էլ այդ ամենի վառ վկայությունը եւ բացի նրանից, որ եթերում ենք, փորձում ենք ձեզ նաեւ օգնել, կողմնորոշվել, ինչպես անցկացնել լավ ժամանց, ուր գնալ, ինչ անել եւ մեր պարագայում հատկապես առաջիկա օրերին ընտրությունը բարդ է այնքան պիտի բան կա հասցնենք նույնիսկ եւ սա ոգևորում է այն առումով, որ այսպիսի նմանատիպ մեծ միջազգային միջոցառումները խթանում են նաեւ туриզմը, որովհետեւ բազմաթիվ պատվիրակության ներկայացուցիչներ են գալիս, մասնակիցներ են գալիս, պարզապես հյուրեր են գալիս Հայաստան, որպեսզի մասնակցեն եւ մենք լիահույս ենք նաեւ, որ նմանատիպ այսպես միջոցառումների շարքը, որ կարծես իրար շարունակելու են զուգահեռ են տեղ ունենալու կխթանեն եւս հետաքրքիր մի զբոսաշրջային տարբերակին տարածաշրջանային զբոսաշրջություն օրինակ շատ հեռավոր վայրերից գալիս են զբոսաշրջիկները եւ իհարկե դիտարկում են թե ուր պետք է գնան այս տեսանկյունից մենք շահեկան ու բավականին գայթակղիչ դիրքում ենք որովհետեւ նրանք տեսնելով թե որքան գեղեցիկ ու յուրատեսակ միջոցառումներ են տեղի ունենալու այդ մի քանի օրերի ընթացքում Հայաստանում որի մուտքը մեծամասամբ ազատ է լինելու հասանելի են այդ միջոցառումները սա խոսում է եւս մեկ հաղթանակի մասին մենք միշտ գտնում ենք տարբերակներ որպեսզի մեր նպատակներին հասնենք մեր երկիրը ճանաչելի դարձնենք զբոսաշրջային քարտեզի վրա մեր հստակ տեղն ամրագրենք Իմիջիալոց նկատել ես որ բազմաթիվ զբոսաշրջիկներ հիանում ու զարմանում են մեր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական շենքով նաեւ հաճախում են օպերաների եւ բալետների հիանում են զարմանում են Դեպ այս տարի կարծես շենքի 100-ամյակն է այդ մասին կխոսենք Այս տարի 100-ամյակն այնքան շատ է դասական Եվրատեսիլը հենց դրա հետ է նաև կապված, բայց սկսենք Երևանի միջազգային բալետային փառատոնից, որը կարծես թե արդեն երրորդ անգամ անցկացվում է մեր մայրաքաղաքում, Թումանյանի անվան զբոսայգում, Թումոյի այգում, ինչպես ասում են, եւ բացօթյա միջոցառում է, այսինքն տոմս գնելու կարիք չկա, որպեսզի վայելեք հրաշալի բալետային ներկայացումներ։ Իսկ ինչ ներկայացումներ են սպասվում, անցկացման օրերը հունիսի 2-ից 6-ն են, իսկ ներկայացումների սկիզբը ժամը 20-ին, որպեսզի դուք հասցնեք աշխատանքից գահակ տուն եւ հասցնեք նաեւ հայտնվել Թումոյի այգում վայելել Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացվող այս տարի արդեն 4-րդ փառատոնի ամբողջությամբ անվճար է իսկ ծրագրում ներառված են հունիսի 2-ին եւ 3-ին Թամար բալետի պրեմիերան է լինելու վաու բալետմաստեր Իլիա Ժիվոյ իրականում զարմացա եւ հուզվեցի շատ հաճելի է որ Թամար բալետը Այն էլ հենց պրեմիերայով է մեկնարկում փառատոնը, իսկ ահա հունիսի 5-ին եւ 6-ին մեծ աղմուկանաց լավ իմաստով Սասունցի Դավիթ բալետ օրատորիան, որի մասին մեր եթերում առիթ ունեցել ենք ձեզ պատմելու, իդեպ ես օրինակ դեռ չեմ հասցրել։ Ես եմ ասել, որ շատ եմ ուզում տեսնել, չեմ տեսել։ Միշտ տոմս չկար նախկինում, այո։ Ասում եմ շատ երջանիկ ենք, երբ տեսնում ենք բազմաթիվ sold out-ներ, սա նշանակում է, որ մշակութային կյանքը եռում է եւ հիանալի է։ Գնանք առաջ, խոսենք նաեւ եւս մեզ համար մշակութային կարևոր մի միջոցառման մասին որի մասին էլի առիթ եղել է պատմելու Խաչատրյանի միջազգային մրցույթը, որը հունիսի 6-ից այո 13 այս տարի կանցկացվի եւ այս տարի տաղանդավոր երաժիշտները կմրցեն Թավջութակ անվանակարգում։ Շատ հետաքրքիր է մտածված, հա, փառատոնային շարքը տարբեր տարիներին, հա, եւ այստեղ տարբեր երաժիշտների ներգրավվածություններ ապահովում է սպարագայում։ Այո, մրցույթն ավանդաբար մեկնարկում է Արամ Խաչատրյանի ծննդյան օրը հունիսի 6-ին
առաջին նախնական փուլի արդյունքով աշխարհի 10 երկրից, այդ թվում նաև Հայաստանից, Ճապոնիայից, Միացյալ Նահանգներից, Իսպանիայից, Գերմանիայից ընտրվել են 24 տաղանդավոր երիտասարդ թավջութակահարներ։ Այո, Նրանք պայքարելու են գալու են Հայաստան, ելույթ են ունենալու, ծանոթանալու են մեր մշակույթին, Արամ Խաչատրյանի գործունեությանը եւ մի քանիսը նաեւ մրցանակներով կվերադառնա իրենց հայրենիք։ Մուտքը կարծեմ ազատ է մրցույթային օրերին։ Մրցույթային օրերին, այո, այսինքն լսումների փուլերը ազատ են Արամ Խաչատրյան թանգարանը։ Սա փայլուն հնարավորություն է հատկապես դասական գերաժշտությամբ հետաքրքրվողների համար, նաև մարդկանց ուսանողների, որոնք ընտրել են այդ ճանապարհը, հայտնվել դասական երաժշտության կախարդական աշխարհում եւ լսել այլ երկրների լավագույններին, կարող ենք այդպես ասել։ Սա էլ փորձի փոխանակում է եւս շատ կարեւոր է մասնագիտական աճի ու հմտության համար եւ դասականից շատ հեռու չենք գնում, բայց տեղափոխվում ենք նաեւ Եվրատեսիլ, խոսքը դասական Եվրատեսիլի մասին է։ Իդեպ հետաքրքիր է այդ օրը օպերային շենքի մի մուտքում Խաչատրյանի անվան մրցույթն է, իսկ օպերային մուտքում այո դասական Եվրատեսիլն է, հունիսի 6 Պատանի երաժիշտների Եվրատեսիլ պաշտոնական անվանումն այդպիսին է, կկայանա այս մրցույթը, որը Հայաստանը կհյուրընկալի առաջին անգամ ի տարբերություն Խաչատրյան մրցույթի, որ 20 տարուց ավելի անցկացվում է, այս դեպքում առաջին անգամ ենք մենք հյուրընկալում այս մրցույթը։ Բայց եթե ընդհանուր դիտարկենք Եվրատեսիլյանը, ապա երրորդն է, չէ, որ Հայաստանում է իրականացվում։ Ես եթե չեմ սխալվում, այո, երկու մանկական եւ մեկ դասական։ Գնանք առաջ եւ Հայաստան իր պատմության մեջ առաջին անգամ է հյուրընկալում Պատանի երաժիշտների այս հեղինակավոր միջազգային մրցույթը, որին 12-ից 21 տարեկան դասական կատարողներ են մասնակցում 11 երկրներից, իհարկե Հայաստան, Էլեն Վիրաբյան, եթե չեմ սխալվում, մեր պատվիրակի անունը, նրան առանձնահատուկ հաջողություն մաղթենք, Բելգիա, Կիպրոս, Չեխիա, Գերմանիա, Լատվիա, Լեհաստան, Պորտուգալիա, Սերբիա, Շվեյցարիա եւ Շվեդիա։ Ահա այս երկրներից են գալու պատվիրակներ։ Դե գիտեք, որ իրադարձությունը կազմակերպվում է Հանրային հեռուստաընկերության եւ Եվրոպական հեռարձակողների միության կողմից։ Մենք էլ ենք հետևելու, նաեւ որքան գիտեմ, մանկական Եվրատեսիլը ուղիղ հեռարձակելու են Հանրային ռադիոյի եթերում, այնպես որ դուք հարգելի ռադիոլսողներ կարող եք նաեւ լսելով հետևել մանկական Եվրատեսիլին։ Իսկ այս կարևոր միջոցառումները, որ կատարվում են մշակութային, շատ կարևոր են նաեւ լիցքաթափել, այլև ծանոթանալ ու իմանալ, որ Հայաստանում գինի արտադրել ենք շատ վաղուց եւ շատերից շուտ, թեպետ այստեղ էլի մի քիչ ուշացումով ենք սկսել մարքեթինգով զբաղվել, բայց այդուհանդերձ մենք որ գինի ունեինք շատեր ուր ըստ էության եւ գեղեցիկ 10 տարի արդեն կարող ենք ասել գեղեցիկ ավանդույթ դարձած Երևանու գինու օրերն են մեկնարկելու հունիսի 5, 6, 7, այսինքն բոլոր հյուրերը նաեւ կհայտնվեն կախարդական երևանյան կոլորիտով, հայկական կոլորիտով փողոցում, որտեղ հնարավորություն կունենան ըմբոշխնելու հայկական լավագույն գինիներ, միայն շատ չխառնեն, հուսանք շատ չեն խառնի, որ հետո լավ լինի, ի վերջո ամեն ազգի ներկայացուցիչ չի, որ սովոր է խառնել խմիչքները եւ լավ զգալին։ Այո, բայց պատկերացրեք այս բոլոր միջոցառումների հյուրերը գալիս են մի երկիր ու մեկ էլ հոբ իմանում են, որ նաեւ նման փառատոն կա, վստահաբար նրանք ժամանակ կգտնեն, կմասնակցեն, կբացահայտեն մեր երկիրը։ Կզգան մեր հյուրընկալությունը, ողջությամբ, համովություններով։ Ամենին զուգահեռ նաեւ հունիսի 7-ին մեր երկրում ընտրություններ են։ Այնպես որ իհարկե կատակը կատակ, բայց նաեւ պետք է քաղաքացիական պարտքը կատարել։ Կատարում եք ու գնում եք խմելու։ Երեք մեր տաղավարում հենց գինու օրերի կազմակերպիչներն էին, նրանք էլ կոչարեցին առավոտյան գնալ ընտրելու, հետո գալ Սարյան փողոց։ Իմիջիայլոց 10-ամյակն է այսօր գինու օրերի, Սարյան, Թումանյան եւ Մոսկովյան փողոցներում է տեղի ունենալու այս գեղեցիկ միջոցառումը։ Առաջ եթե չեմ սխալվում, միայն Սարյանի մի փոքր հատվածներ։ Այո, եւ իդեպ կազմակերպիչները լիահույս են, որ մյուս տարի այն կանցկացվի Հանրապետության հրապարակում, թեպետ ես միշտ ասում եմ, որ Սարյանը արդեն ասոցացվում է դրա հետ։ Կոլորիտը այլ է։ Այո, նախատեսվում է ավելի քան 100 գինեգործական ընկերությունների մասնակցություն, 1000-ից ավել գինու տեսակների ներկայացում, դե մուտքը գիտեք ազատ է, կարող եք հենց մուտքի մոտ ձեռք բերել այդ կուպոնները, փաթեթիկները, բաժակը արդեն գնել եւ գնալ վայելել հայկական համովությունները։ Սկսել բարևել հարյուրավոր մարդկանց, չէ, որովհետեւ այդտեղ ամեն քայլափոխի մեկին բարևում է։ Իմիջիայլոց, եթե շատ հարազատ մարդկանց ընկերների վաղուց չեք տեսել, գնում եք գինու օրեր, այնտեղ հաստատ բոլորը տեղում են։ Եվ չենք մոռանում, որ այս ամբողջ խրախճանքը տեղի ունենում հրաշալի
համերգային ծրագրերով Այո. երաժշտական մասի եւս ապահովված է եւ գաստրոնոմի քատված եւս կա, այնպես որ սոված չեք մնա, հիշեք, որ գինին խմում ենք չափավոր, վայելում ենք, փորձում ենք, բայց միևնույն ժամանակ նաեւ սնվում ենք։ Այո, եւ վայելում ենք այդ հրաշալի ժամանակը։ Մենք կարծես թե մոտենում ենք մեր եթերաժամի վերջին րոպեներին, ձեզ եւս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Հանրապետության հրապարակում այս պահին շարունակվում է զորահանդեսը եւ երկնքում դեռ կարծում եմ մոթային տեխնիկա կտեսնենք, վստահ եմ այս օրերին այնքան ենք իրազեկել, որ չկա բարդ որ չգիտի, ամեն դեպքում եթե առաջին անգամ մեզ հիմա լսում եք եւ երկնքում ձայներ կլսեք, մի վախեցեք, սա այո, միջոցառում է եւ դեռ շարունակվելու է մինչեւ ժամը 12-ը։ Հիանալի է, ուղղակի ձեզ լավ տոնական տրամադրություն ենք մաղթում հարգելի ռադիոլսողներ եւ իհարկե ուզում ենք, որ լավ տրամադրություն ընդհանրապես միշտ ուղեկցի ձեզ, մեր ռադիոլսող Արմինեն շատ լավ թիրախային խոսք սիրենք, գնահատենք միմյանց, փորձենք միմյանց միայն դրական լիցքեր փոխանցենք եւ այո, հպարտենք, որ հայ ենք եւ եւս մեկ անգամ բոլորիդ շնորհավորում ենք մեզ հայերիս համար յուրահատուկ տոնի առիթով։ Եվ կհանդիպենք արդեն վաղը 9:30-ից հանրայինի ուղիղ եթերում ու ձեզ կասենք բարի լույս։ Այո, ասելու ենք բարի լույս, ողջունելու ենք ձեզ եւ շարունակելու ենք իհարկե ձեզ ներկայացնել միմիայն կարևոր տեղեկություններ, դրական լիցքեր։ Իսկ եթերը եզրափակում ենք շալախոյով, ոչ ավել, ոչ պակաս։ Գնացինք։ Cause it all hit, but